Հարգելի գործընկերներ, դուք կարող եք իհարկե ձեզ հատկացված հարց տալու ժամանակ օգտագործել եւ պատասխանողին տղեւալ դեպքում Ջուլհակյանին, բայց հետո էլի տեխնատուներ կլինեն, տակ ասենք 6 հարց, բայց համաձայնեք անարդար կլինի պատասխանողից ակնկալել, որ հատկացված ժամանակում բոլոր 6 հարցերին կպատասխանի։ Խնդրում եմ տրամաբանական շրջանակներում, ասենք 1-2 մաքսիմում կամ եթե կարճ հարց է 3 հարց տալ, որպեսզի պատասխանողը հասցնի պատասխանել։ Լիլիթ Գալստյան։ Շնորհակալություն, Տիկին Ջուլհակյան, դուք հավակնում եք պարլամենտական եւ հատկապես իրավական, այսպես երկրի համար շատ առանցքային հանձնաժողովի նախագահի պաշտոնի։ Ձեր բացման խոսքում այսպես ականջահաճո եւ հուսադրող մի միտք հայտնեցիք, որի հետ հնարավոր չէ չհամաձայնել։ Դուք ասացիք, որ կարևորում եք սահմանադրական արժեքների կարևորում եք այն հանգամանքը, որպեսզի սահմանադրական արժեքները դառնան իրականություն, իսկապես հուսադրող խոստում էր։ Եվ դժվար է պատկերացնել, որ իրավական եւ ժողովրդավարական մի երկիր, որտեղ ոտնահարված է հանրային ինստիտուտների միջև տարանջատման սկզբունքները, բայց քիչ առաջ դուք ինքներդ ձեզ հայ առաքելական եկեղեցու համատեքստում բառից բուն իմաստով դուք ինքներդ խախտեցիք ձեր տված խոստումը, հանձնառությունը, որը իրականում պարզապես սահմանադրական պահանջ է։ Ես ուզում եմ դες հիշեցնել, որ սահմանադրության 2 հոդվածով, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ազատության մասին օրենքով երաշխավորված է հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը։ Սա սահմանադրական սկզբունք է, սահմանադրական կարգ է։ Եվ բոլոր ձեր վարքագիծը, ձեր քաղաքական ուժի իրավական համակարգի վարքագիծը խոսում է մեկ բանի մասին՝ քաղաքական հալածանքներ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ես նաև ձեզ հիշում եմ ձեր շատ թիմակիցների, ընդամենը 2 տարի առաջ օգոստոսի 28-ին, թե ինչ խանդավառությամբ եք դուք մասնակցում Մայրաթորի բաց խորանում Սրբալույս Մեռոնի օրհնությանը, առաջին 4 շարքերն էլ ձեր համար են վերապահված։ Եվ հիմա մենք բախվում ենք սահմանադրական կարգի կոպիտ խախտման հետ եւ ոտնահարվումը եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու եւ պետության տարանջատումը, հիմնավորված 2 սահմանադրական հոդվածով եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքով։ Այսպես եք պատրաստվում պաշտպանել սահմանադրական արժեքները Հայաստանում եւ արդյոք դուք այստեղ խնդիր չեք տեսնում։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Գալստյան, սահմանադրության, ձևակերպումներից սկսենք։ Կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից եւ ինչ է դա նշանակում, Տիկին Գալստյան։ Իհարկե դուք հաճախ գալիս եք այստեղից դա մեկնաբանում եք հետեւյալ ձևով, որ դա նշանակում է, որ պետությունը չի կարող խառնվել եկեղեցու գործերին, բայց հարգելի Տիկին Գալստյան եւ հարգելի գործընկերներ, որոնք այս թեմայի մասին հաճախ խոսում են։ Դա նախ եւ առաջ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է եւ Հայաստանի Հանրապետությունը կառավարվում է ոչ թե կրոնական կանոններով, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, եւ որ Հայաստանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների, այդ թվում եւ հայ առաքելական եկեղեցու պաշտոնյաները, Սպասավորներ, շնորհակալություն հուշելու համար։ Սպասավորները չեն կարող խառնվել քաղաքական գործընթացներին։ Եվ սա իմ մեկնաբանությունը չէ, եթե դուք բացեք սահմանադրության մեկնաբանությունները, որոնք որ գրվել են ձեր կողմից շատ հարգված սահմանադրագետների կողմից, այնտեղ շատ պարզ սևով սպիտակի վրա գրված է, որ եկեղեցու անջատ լինելը պետությունից, դա նախ եւ առաջ նշանակում է աշխարհիկ պետություն, որտեղ ոչ եկեղեցու սպասավորները չեն միջամտում պետական կառավարմանը, պետական գործերին։ Ես հիմա ձեր անկեղծությունը կընդունեի եւ ձեր դժգոհությունը կարող էի համարել անկեղծ, եթե դուք ժամանակին, օրինակ, սաստած լինեիք այն անձին, որը զբաղեցնելով կաթողիկոսի այդ պաշտոնը, օրինակ, որոշում էր, որ պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետը հրաժարական տա։ Հետագայում, երբ անձինք, որոնք արքեպիսկոպոսի այդ բանն են զբաղեցնում, դիրքն են զբաղեցնում, որոշեին, որ իրենք պետք է նախաձեռնեն նախ շարժումներ եւ ապա դիմեն ապստամբության։ Այդ դեպքում ես ձեր
ձեր անկեղծությանը կհավատա եւ կասի, որ դուք իրոք մտահոգված եք Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պահպանմամբ եւ Հայաստանի Հանրապետությունը կրոնապետության չվերածելու համոզմամբ, բայց հիմա ներողություն եմ խնդրում, բայց չեմ հավատում ես ձեր անկեղծությանը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Տիկին Ջուլհակյան, ինձ հավատալ չհավատալը մեր անձնական տիրույթում է, բայց Հայաստանում կան օրենքներ, Հայաստանում կա սահմանադրություն, Հայաստանում կա գործում են կոնվենցիոն սկզբունքներ, որոնցից մեկը անմեղության կանխավարկածն է, որը շատ հեշտությամբ հենց այս պահին դուք ոտնահարեցիք։ Ձեր վարքը քաղաքական մեծամասնության եւ ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարքը ընդհանրապես քաղաքական վրեժխնդրությունն է, որը այսպես հրավառության ենթարկվեց, երբ որ հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոս նորին սուրբոցություն Գարեգին II-ը ունեցավ քաղաքացիական հոգևոր քաջություն Շվեյցարիայում հնչեցնելու Արցախի ժողովրդի թե վերադարձի եւ հոգևոր մշակութային իրավունքների պաշտպանությունը։ Եվ ըմ բոլոր մեղադրանքները, որ ես հասկանում եմ դեր քաղաքական թիմի հանգույն հիմա դուք հնչեցնում եք, բացարձակապես ոչ իրավունքի, ոչ հոգևոր արժեքների, ոչ սահմանադրության եւ ոչ սահմանադրությամբ ամրագրված հայ առաքելական եկեղեցու հազարամյակի բացառիկ առաքելությամբ պայմանավորված քաղաքական վրեժխնդրություն։ Շնորհակալություն, ուրիշ ոչինչ։ Տիկին Գալստյան, հայ առաքելական եկեղեցու դերի մասին խոսակցություն շատ կարևոր խոսակցություն է, իհարկե ես կհամաձայնեմ ձեզ հետ։ Եվ մենք այո պետք է այդ խոսակցությունը այստեղ ունենանք եւ պետք է քննարկենք, թե այդուհանդերձ ինչ դեր պետք է ունենա հայ առաքելական եկեղեցին պետականության պայմաններում։ Շնորհակալություն։ Քրիստինե Վարդանյան։ Տիկին Ջուլհակյան, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված անորոշություններ իհարկե կան եւ դրանք շատ են, բայց որոշակիություններ էլ կան եւ ամենակարևոր որոշակիությունը այն է, որ դուք չեք ստացել սահմանադրական մեծամասնություն, այսինքն ավելի պարզ ասած, գնացել եք ներկայացրել եք հանրությանը ձեր ծրագրերը, այդ թվում նոր սահմանադրություն այլևս պահանջած ունենալու, չեք ստացել անհրաժեշտ թվով ձայներ դա իրագործելու համար, բայց ընտրություններից հետո էլ դուք շարունակում եք այդ օրակարգը, հայտարարում եք, որ նոր սահմանադրությունը Հայաստան ունենալու են սահմանադրությունը, որը ինչպիսին Ադրբեջանն է պատկերացնում։ Ինձ հետաքրքիր է մեխանիզմը կնկարագրեք, ինչպես եք պատկերացնում։ Այստեղ չունեք անհրաժեշտ թվով ձայներ։ Հիմա, երբ որ խոսում եք, եթե ունենայիք պարզա, պիտի բերեիք քվեարկեիք հանրաքվելներ։ Հիմա երբ որ մտածում եք, քննարկումներ եք իրականացնում ԿՊ-ում, ո՞նց եք պատկերացնում։ Ինչ ընթացակարգով պիտի դա լինի, ո՞նց պիտի լինի, եւ խնդրում եմ, կասեք նաեւ ժամանակահատվածի հետ կապված, ինչ ժամանակահատվածում եք պատկերացնում։ Միջև ընտրությունները խոստացել էիք տեքստը հրապարակել, դա չարեցիք։ Ինչ ժամանակահատվածի մասին ենք խոսում։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան հարցի համար։ Եթե մենք առաջնորդվենք ձեր տրամաբանությամբ, դուք որևէ օրենսդրական նախագիծ չպետք է հեղինակեք ձեր խմբակցության որևէ պատգամավոր։ Նույնը վերաբերում է նաև Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներին։ Որևէ օրենսդրական նախագծով դուք չպետք է հանդես գաք, որովհետև ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի օժտել բավարար թվով ձայներով այդ օրենսդրական նախագիծը ազգային ժողովում անցկացնելու։ Բայց դրա համար գոյություն ունի խորհրդարան եւ գոյություն ունի խորհրդարանական մշակույթ։ Եվ իրար հետ խորհրդակցելու, իրար հետ բանակցելու, իրար համոզելու առնվազն ակնկալիք։ Մշակույթ այս պահին դեռևս գոյություն չունի, չնայած նաև պետք է նշեմ, որ նախորդ գումարման ազգային ժողովում ձեր խմբակցության պատգամավորների կողմից, մասնավորապես Տիկին Գալստյանի կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախագծեր ընդունվել են մեր կողմից, որովհետև համարել ենք, որ դրանք կոնկրետ խնդիրներ լուծելու միտված նախագծեր են եւ բնականաբար մեր կողմից դրական եզրակացության են արժանացել։ Հետևաբար ժամկետների հետ կապված պետք է ասեմ, որ ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը վերջերս հայտարարեց, մինչև տարվա վերջ նախագիծը կհրապարակվի արդեն եւ դրա վերաբերյալ արդեն պետք է սկսվեն քննարկումներ, լայն հանրային քննարկումներ, այդ թվում խորհրդարանում քննարկումներ եւ ինչպես նաեւ իմ ելույթում նշեցի, կարծում եմ, որ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է լինի այն հարթակը, որտեղ այդ քննարկումների մեծ մասը անցկացվելու են, պետք է քննարկենք, թե այդ քննարկումները ինչքան կտևեն, Տիկին Վարդանյան, ես կանխատեսել չեմ կարող։ Իսկ հետո շատ լավ գիտեք, որ ինչ գործընթացներով է անցնում սահմանադրության նախագիծը, կտեսնենք ինչ է ստացվում։ Գուցե ես եմ ձեզ համոզում,
որ նախագիծը լավն է, պետք է ընդունել, գուցե դուք եք ինձ համոզում, որ լավը չէ, պետք չի ընդունել, կապրենք, կտեսնենք։ Շնորհակալ։ Արձագանք։ Ադրբեջանի պահանջի հետ կապված այդ հարցին չեմ ուզում անդրադառնալ, ախր շատ ենք խոսել, բայց անընդհատ այդ անպտուղ խոսակցությունը այստեղ ունենալու անհրաժեշտություն այս բանին չեմ տեսնում, բայց բնականաբար եթե նման հայտարարություններ էլի հնչենք, արձագանքեմ եւ ձեզ կպատմեմ, թե ես երբանից սկսած եմ զբաղվում այս գործով։